Բարի երեկո։ Այսօր նորից շարունակում ենք մեր հետաքննությունների հերթական շարքի մի դրվագ Արցախի կլանային թալան մաս 6-րդ։ Ըստ էության սա մաս 6-րդ էլ չի, որովհետև դրանից առաջ է եղել, ուղղակի մենք հիմա որոշեցինք մասերի բաժանել։ Եվ իմ համար կարծում եմ սա շատ կարևոր է մեր բոլորի համար, ասեմ ինչի, որովհետև մենք ապրում ենք երկրորդ շրջանը, երրորդ ավելի շուտ, երբ որ Արցախից, հիմա չես կարող ասել մարդիկ բռնի տեղահանվածների մասին չի, ես ընդհանրապես Ղարաբաղյան կլանի մասին եմ խոսում, եւ ում մասին որ խոսում ենք, սրանք միշտ կապ են ունեցել Ղարաբաղյան երկու կլանների հետ, այսինքն Քոչարյանական եւ Սարգսյանական, եթե իրենք անմիջական իրենք չէ, իրենց ծնողներն են կապ ունեցել, եւ հիմա սկսվում է երրորդ դարաշրջանը մեր ստրկացման Հայաստանում կլանի կողմից, էլի եմ ասում, խնդրում եմ Արցախցի բառի հետ, Արցախում բնակվող հայ, ինձ համար Արցախցի էլ չկա, էլի, Արցախում բնակվող հայ, եւ կա գենետիկ մի կլան, որը որևէ ազգություն չունի, սրանք հանցավոր բանդա են, բայց սրանց անունը մենք դնում ենք Ղարաբաղցի, կոդովое название Ղարաբաղցի, սրանք Ղարաբաղցիներն են։ Այս մենք մի քանի հաղորդում խոսել ենք Կոմիտաս Կարապետյան կոչվող սուբյեկտի, որ եղել է Բակոյի հանձնակատարը եւ եղել է փոխոստիկանապետը, տարբեր պաշտոններ զբաղեցրել եւ նրա սվիտայի, այսինքն իրեն սպասարկող անձնակազմի եւ իր հետ փոխկապակցված անձանց մասին, ինչպես նաեւ իր տիկնոջ մասին, չգիտեմ, հիմա տիկինը իր սվիտան ա եղել թե փոխկապակցված անձ, ես չգիտեմ, իր եղբայրները, այսինքն սա ընտանեկան մաֆիա է եղել։ Հիմա այս ընտանեկան մաֆիայի անդամներից մեկին ենք անդրադառնալու, որոշել ենք եթերներ անել ավելի կարճ, որովհետև իրականում ինֆորմացիան այնքան շատ է, որ եթե մարդ մի անգամ է նայում այդ եթերը, շատ դժվար է այդ ամբողջ ինֆորմացիան հասկանալ, ընկալել, որովհետև շատ է։ Մենք այսօր անդրադառնալու ենք Elite Residence-ին, որին անդրադարձել ենք արդեն շուրջ 3 հաղորդում, եւ ընդհանրապես ինձ համար բոլոր շինարարական կազմակերպությունները այսօր լուրջ կասկածի տակ են, այդ թվում նաեւ էս Elite Residence կոչվածը, որտեղ ես հարց եմ ուզում ուղղեմ երկրի գլխավոր դատախազին, քննչական կոմիտեի նախագահին, ԱԱԾ տնօրենին, բնականաբար ուղղակի այնտեղ քանի որ նախաքննություն չի կատարվում, դրա համար էս հերթականությամբ եւ հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարին։ Եվ դուք տեսնում եք, որ Հայաստանը, մասնավորապես Երևանը վերածվել է շինարարական հրապարակի, արդյոք որևէ մեկիդ մոտ հարց չի առաջանում, թե ում համար են շենքերը կառուցվում, որ եկվորների համար եւ ինչու են տրվում թույլտվությունները։ Իմ սրտի քաղաք Երևանը դարձել է շին հրապարակ։ Բացառապես չկա ոչինչ, ուղղակի շենքը շենքի վրա։ Երբ որ շենքը շենքի վրա կառուցվում են, դրանք չեն կառուցվում Արցախից տեղահանված բնակիչների համար, դա պետական ծրագիր չի, այս բոլորը մասնավոր մարդիկ են։ Եվ երբ որ մենք այս հարցին, ասեմ, նոր տարվա մեջ լուրջ սուրպրիզներ ա սպասում շատ կառուցապատողների, շատ։ Եվ հիմա մենք պետք է հասկանանք, արդյոք Հայաստանի Հանրապետությունում մի հատ հետաքրքիր է, կա այդքան վճարունակ քաղաքացի, որպեսզի կարողանան օգտվել այս շենքերից։ Ի վերջո մենք վիճակագրություն կարող ենք նայել եւ հասկանալ, արդյոք մեր տեղի բնակչությունը, մեր ազգը կարող է օգտվել այդ գներից եւ այդ գնով կառուցվող բնակարաններից։ Դրա պատասխանը լինելու է ոչ, իսկ եթե ոչ, ապա ում համար է կառուցվում։ Շատ հետաքրքիր է։ Դուք պատկերացնում եք, եթե Երևանում ու Հայաստանում չլինեին այդքան դատարկ շենքեր, հիմա դատարկ, Հյուսիսային պողոտայի ժամանակներից դատարկ եւ կառուցվելիք դատարկ շենքեր, որոնք հասու չի սովորական քաղաքացուն։ Եթե նայում ենք հիպոթեկի տոկոսներով, այդ տոկոսներով կարելի է Նյու Յորքի կենտրոնում տուն գնել։ Այսինքն սրանք ում համար են կառուցվում, խնդրում եմ այս բոլոր մարդկանց ում անունները ես նշեցի, թող տան պատասխան։ Եթե իրանք չեն տա պատասխան, բնականաբար մենք 26 թվականին մեծ կառուցապատողների շենքերի վերաբերյալ այս պատասխանը տալու ենք եւ որևէ մեկը թող չասի Ադրբեջանից բենզին են բերում, բերելա թող տակ տա, մի գնացեք օգտվեք, չէ՞։ Ադրբեջանցիները 400,000 հոգի գալու են ապրեն Հայաստանում, որ տեղ չլինի, ում գլխին են ապրելու։ Please,
շենքերը կառուցվում է, որ գրկաբաց աղոհացով, բապտյասի կառուցապատող եմ, վարկ եմ վերցրել, սարքել եմ, դուք չեք առնում, թող իրանք առնեն, Մարինա, եթե բողոքում ես, դու արի առ, չէ։ Այսինքն, մենք մեր մեջ պետք է այս խնդրի լուծումը գտնենք։ Եվ իմ համար շատ տարօրինակ է Երևանի բնիկ Երևանաբնակների բնիկ բնակչության արձագանքը, որ տենց լուր հանդարտ թողնում են, որ իրանց պատուհանները փակեն այդ շենքերով։ Այսինքն, արդյոք դուք ապրիորի ուզում եք համաձայնվեք, որ պետք է ապրեք այն մարդկանց հետ, որոնք մեր զինվորներին մորթել են, որոնք գերեվարել են մեր զինվորներին։ Ես չեմ պատրաստվում եւ ես օրինակ թույլ չեմ տալիս։ Դեմիրճան փողոցի վրա եմ ապրում, գաղտնիք չի, աջ ու ձախ կողմը որոշել են շինարարություններ անել, չեմ ուզում ձեռքի ժեստը ցույց տամ, որովհետեւ կանեմ, բա չեն անի, իհարկե չեն անելու, չեն թողնելու, ես չեմ թողնելու, դուք էլ մի թողեք, ձեզնից մեկն ու մեկի օրա, եթե մի մետր մեկը սեփակ վերցնում է ձեր ձեռից, վազելով գալիս եք մեր գրասենյակ, մեկը Հոլանդիայից է զանգում, մեկը Լապլանդիայից, մի դելֆին, ես իմ Անտարկտիդայից է զանգում, ասում իմ կլադովկայի 50 սանտիմետր վերցրել են, բայց երբ որ վերցեցին Արցախը, մենք այդտեղից զանգ չստացանք, երբ որ հիմա ամբողջ Երևանը ապականվում է եւ դարձել է շինհրապարակ, որպիսի բարձր շահույթով վաճառեն այ իրենց եղբայրներին, մենք լռում ենք։ Այո, ես դժգոհ եմ բոլոր իշխանություններից եւ Լևոն Տեր-Պետ բոլորին հավասարապես ատել չեմ կարող ասեմ, որտեվ դա լուրջ զգացմունք է, լուրջ զգացմունքն է, ոնց որ Անդրե Մորոան էր, եթե չեմ սխալվում, ատելություն գրքում նկարագրում, ես ուղղակի երևի զզվանք եմ ապրում բոլոր իշխանություններից, սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից, վերջացած Քոչարյանով, Սերժ Սարգսյանով, Նիկոլ Փաշինյանով, բայց ես պայքարում եմ։ Ինչքան ուժ կա իմ այս երկու ձեռքերի մեջ, ես պայքարում եմ, դուք է պայքարեք։ Դուք թողնում եք, որ գան սարքեն, 2 կոպեկ շպրտում են, ասում եք, մերսի աղա ջան, բա դուք գիքորից ինչով եք տարբերվում։ Գիքոր, ես գիքոր չեմ։ Եվ հիմա ինչի եմ ուզում էլիտ ռեզիդենսին անդրադառնամ։ Սա պղծության գագաթնակետն է, որովհետև այն որ մնացած շենքերի շինարարության մեջ մի մասի մեջ կա ադրբեջանական կապիտալ, դա որևէ մեկի համար գաղտնիք չի։ Բայց ես հիմա ձեզ կապացուցեմ, թե ոնց է լինելու վաճառքը, ոնց են գալու են, որ ասում են, «Տենց բան չի լինի, լուրջ, եղե պրծելա, դուք խաբար չեք ուղակի, հələ ձեր դուռը չեն ծեծել, հələ դուք յաթաղանի տակով չեք անցել»։ Հիմա պարզ օրինակ, սա ամենապիղծ օրինակներից մեկն է, որտեղ այս ստահակները, այս հանցախումբը Կոմիտաս Կարապետյան եւ իր տիկին Մերի Կարապետյան դրածո էլի, ոչ մի բանածո եւ իրանց վասալներով, սրանք մեր հարկերը, գիտեք, գնացել է Արցախ եւ Արցախից այդ մեր աշխատած փողերի հարկերը թալանած, այս դուրս պրծուկները եկել են ստեղ ու որոշել են շինարարություն անել մեր հայրենի քաղաքում, որպիսի իրանց այն եղբայրներին, որ մինչև պատերազմը ծախեցին, իրանց հեկերի մի մասը, թող հիմա ասեն սուտ է, ոչ թե անդեմ կոմենտով գրեն սուտ է, այլ մեկը գա դիմացս կանգնի, ասի սուտ է, ես այդ սուտ ասողի գլուխը իրականում սենց գեդին կքսեմ իրա ստի համար, ոնց որ այն ժամանակ իրանց եղբայրներին արեցին, հիմա եկել են ստեղ, ուզում են մեր քաղաքը, որ համայն հայության մայրաքաղաքն է, որ Խեղճ Թամանյանը կարող է 100 անգամ այդ ննջեցյալը իրականում շուրգա հայրա դագաղի մեջ տեսնելով, թե այս սիրուն քաղաքը ինչի են վերածել այս դուրս պրծուկները ու դուրս պրծուկներին թույլտվություն տվողները։ Հիմա կասեն, թող թույլ չտա պետություն, իշխանություն ես իմ քաղաքապետարանը, թաղապետարանը, չգիտեմ, գյուղապետարանը, զուգարանապետարանը, ինձ չի հետաքրքրում։ Թող տա թույլտվություն, բայց դուք մի թողեք, որ կառուցեն, թող այդ թույլտվությունը դառնա կառուցապատողի ձեռը զուգարանի թուղթ, տանի քսի, որ կարա երեսին քսի, որտեղ ուզում է թող քսի զուգարան թուղթը, մի թույլ տվեք, որ սարքեն, թող գնա այդ փողերը ծախսվի։ Հիմա ես ինչի մասին եմ ուզում խոսամ, խոսքը ես էլիտ ռեզիդենսին եմ գալիս, բայց մենք այս շինարարների մասին դեռ երկար են 26 թվականին հաթա դեմքով ցույց եմ տալու ու ասեմ սա ով է, սա ով է, սա ով է։
Մենք խոսելու ենք էլիտ ռեզիդենսի մասին, այս կոմիտասի վասալները, այդ բան ա եղել, ինքը ստրկատ էր, ֆեոդալ ա եղել, չի լինի իր այդ ստրուկներին հավաքի գնան իրանց հայրենիք, էլի, Արցախ չէ, իրանց հայրենիք, ում համար որ ծառայել են, ում համար որ այսօր սարքում են։ Սրանք այս էլիտ ռեզիդենսը, որ սարքում ա եւ սարքում ա Մոնթե համալիր, սրանք այսքան պարկեշտություն չունեն, ես չգիտեմ Մոնթեն արդյոք իրավահաջորդներ չունի, որ սրանց երեսին թքեն, ասեն դուք ով եք, որ դուք Մոնթեի անուն, դուք անունը դրեք, ես իմ ընդ գիտեք, Ալի, Մալի, Էլչին, Բելչին, տենց մի բան դրեք, էլի ձեր սարքած շենքերի, այս սուբյեկտը ուր էր դա, սա, որ իսկի ոչ մեկ Արցախում նորմալ չի էլ ճանաչում, սա որտեղից է սկսել իր գործունեությունը, սկսել է Մերի Կարապետյանով, Կոմիտաս Կարապետյանի կնոջով, Կոնտինենտ ՍՊ-ով 1000 անգամ ցույց ենք տվել, դրա համար չեմ ուզում էլ խորանամ, որտեղ ինքը եղել է 50% փայատեր։ Հիմա սիրելի իրավապահ համակարգ, քննչական դատախազություն կանչեք այս Սերգեյին եւ ասեք, պարոն Սերգեյ Զաքարյան, դու հովս, քեզ որտեղից այդ փողը արա, իր այդ արայով է պետք խոսալ, որտեղ սրանք գողացող էլ չեն, գող չեն, սրանք գողցող են, սրանք մեր երկիրը թալանածներն են։ Սա տեղից եղել է 50%, երևի վստահություն է ձեռք բերել, հիմա չգիտեմ Մերի մոտ է ձեռք բերել, թե Մերի մարդու մոտ է ձեռք բերել, թե Բակոյի ու Արայիկի մոտ, ու տեղից սկսվել է Սերգեյ Զաքարյանի զվյոզդնի չասը։ Այս ամբողջ սեղանը Սերգեյ Զաքարյանի կազմակերպություններն է Հայաստանում, մեր հողի վրա, մեր, էնել էր մերը, այսենց փրթիկ արեցին։ Ես պատասխանատվությունը որևէ իշխանության վրա չեմ գցում, հանգարց չասեն ինքը Նիկոլականը, ես Պողոսյան Հրանտական եմ, իմ հոր անունը Պողոսյան Հրանտ է, մորս անունն էլ Ամարյան Էմա, ես այդ ընտանիքից եմ ու իրանցական եմ, եղավ։ Դուք գնացեք եղեք Լևոնական, Սերժական, Ռոբական, Նիկոլական, չկողմնորոշվածներով, չպայքարողներով, գլուխ կախողներով, կռացողներով, պոլլիզողներով։ Այ որ որևէ մեկը այսօր անցնելով չեք ասում այս շենքերը ում համար է սարքվում, այլ գլուխները կախած թե Ավինյանը տվել է թույլտվություն։ Լուրջ, է թողնա։ Հիմա ես էլ եմ թույլտվություն տալիս բոլոր Արցախից բռնի տեղահանվածներին, վեր կանան գնան, հեսա ցույց եմ տալու։ Այս որ Կոմիտասի կնիկը մի 20 բնակարան է եկես տառին, ես իմ ով էլի։ Բա մի հատ իրավապահ համակարգ չեք հարցնում Մերի Կարապետյան, կարող դու Forbes-ում ինչ որ հորիզոնական ես զբաղացնում աղջի։ Դու ոնց ես եկես թե կարողացել առել, ոնց են Աստրիկը, են Զարիկը, որ Արցախից եկել են, են Գոհարիկը չեն կարում, դու կարում ես, հատուկ հունար ունես դու, այդ հունարը Կոմիտաս Կարապետյանի կինը լինելն է, ընդհանուր ձեր ննջարանն է այդ հունարը, ուզում եմ հասկանամ, բա հիմա կանչեք իրավապահ համակարգի ղեկավարներ հարցրեք, միևնույն ժամանակ հարցրեք Սերգեյ Զաքարյան, Մերին հասկացան, Կոմիտասի հետ մի ննջասենյակում ա քնել, բա դու որտեղ ես քնել, բա դու ում տակն ես պարկել, դու ում ես ծառայել, որ դու եկել ես, հիմա նայեք, Սերգեյ Զաքարյան, woman, Արցախից գալիս է Հայաստան և 21 թվականի մարտին դառնում է էլիտ ռեզիդենս Փակ բաժնետիրական ընկերության 100% բաժնետեր։ Ասենք ով ես դու, ով, 0, են մյուս մի մասին են Վարդան Խաչատրյանի մասին, հետո ենք խոսալու, դա լինելու է երևի մաս 8-րդ որտեղ մաս 7-րդը լինելու է Սերգեյ Զաքարյանի գույքը, հետո մաս 7-րդը լինելու է տնտեսագիտական համալսարանի Նարոկ Կեսոյան and Company, Արտաշես Կեսոյան եւ այլններ։ Բոլորի մասին խոսելու ենք, այն մարդկանց մասին, ովքեր մեր գրպանը մտած, մկան պես գողացել են, եկել բոլորը շինարար են դարձել, գիտեք ինչու, եթե չեք մտածել, ասեմ ինչու, որտև փող լվալու ամենալավ
տեղը, դա շինարարությունն է, ոնց որ եղավ Հյուսիսային պողոտայում, այն որ եկան մեր գնացած կինո պիոների մոտ հին ապրածներին սենց ավելով շպրտեցին դուրս, սարքեցին իրանց կանալիներ, մանալիներ, եղնիկների սվիտռները կանալիներ ու դուք ձեն չհանեցիք այն նույնը հիմա է կրկնվելու։ Հիմա սրանք են եկել։ Սրանք նախիրով գալիս են։ Մենք սրանց դեմը պետք է առնենք։ Նայեք, այդ եւ տնօրեն դառնում է Վարդան Խաչատրյան, դե Վարդան Խաչատրյանը մերի հետ ամեն տեղ է։ Ես չգիտեմ սենյակներից որ մեկում էլ է եղել, բայց այն մնացած բոլոր տեղերն եղել է։ Դրա մասին հետո ենք խոսալու։ Սերգեյ Զաքարյանը 21 թվականին դառնում է 100% բաժնետեր, էլիտ ռեզիդենսի։ Այն Վարդանը տնօրեն, այդ հետո ենք խոսալու։ Դրանից հետո անցնում է մի որոշ ժամանակ եւ 23 թվականին սա դառնում է տնօրեն։ Ուրեմն սրանք են շապիտո կրկեսկա է, որ սենց պատտվում են կամ ցիգաններ են, որ մաղները ուսերին։ Սրանք հարուստ ցիգաններ են, փող գողացած ցիգաններ են։ Բայց խումբը նույնն է, նույն անուններն են։ Սերգեյ Զաքարյան, Սերգեյ Արոնի Զաքարյան, սրա աղբերն ինչա Ալեքսանդր Արոնի Զաքարյան, Արմինե Ասատրյան, Վարդան Խաչատրյան, Մերի Կարապետյան, Էրիկ Կարապետյան, Կոմիտաս Կարապետյան, այս մասից խումբ է։ Ու իրանք ամեն իրիկուն ասում են, այ վաղը դու կլնես դիրեկտոր, վաղը դու կլնես փայտեր, սրանք այնքան տգետ են, տգետ էլի բառացի, կամ այնքան ոչ մի բանի տեղ չեն դնում, ոչ դատախազություն, ոչ հակակոռուպցիոն կոմիտե, ոչ քննչական, ոչ մի բան, ոչ ԱԱՑ, որ չեն պատկերացնում, որ այսենց տեղերը փոխելու, սրանք երևի սա Սերժի պես շախմատիստ են, շախմատիստ են, շաշկի են խաղում։ Սենց սև սպիտակ դներով իրանց թվում է տենց մոլորացրին։ Գիտեք ինչի են նման, այն Ռուսաստանում այրոպորտներում, բաներում, կայարաններում կային։ Դրանց անունը ուրիշ բառ չկար, մատնոց ֆրցնող է, սենց մատնոցներ ֆրասում են, ասում են ուգադայ գձե ձենգի։ Հիմա սրանք էս են, էլի։ Մեկ իրա կնգանա ուգադայանում, այն մյուսի մարդուն է ուգադայանում։ Հետո մենք մնում է, որ մենք գադացանենք, թե ով հետ ու ինչ արեցին։ Սա 23 թվականին դառնում է տնօրեն, այս նույն Սերգեյ Զաքարյանը, բաժնետերից դառնում է տնօրեն։ Երբ իրան մեկ ասում է, որ քեզ հարցնեն, որտե է այդ փորը, ասես «Я тут ни при чем, ես տնօրեն»։ Չկա, չենք ստացել։ Դե դրանից հետո արդեն այդ էլիտ ռեզիդենսը անցնում է մեր շատ հարգված ու հաջորդ հյուրին Նարեկ Կեսոյանի ֆինանսիստ, ՀՊՏ դեկան, Զոլա Քարցի մեծն բարերար բաներ, դրա մասին հետո ենք խոսալու, այդ մեծն բարերարի մասին։ Բայց դեռ ինչն է հետաքրքիր, այս Սերգեյ Զաքարյանը, այմայց ես ուզում եմ բացատրեմ մեխանիզմը, ոնց են այդ տները անցնելու հարևաններին։ Շենքա չէ սարքում են, այդ շենք ընդհանրենք ունի 100 բնակարան, մեջ են անում, մարդա 30-40 բնակարան առնում են, որ հետո երբ որ գան, ասեն բարով եք եկել, այս տները ձեր համար ենք, բայց դուք առեք։ Հիմա նայեք, եթե ասեք չէ, Սերգեյ Զաքարյան, էլիտ ռեզիդենս ՓԲ-ում, ուրեմն ունի 23 բնակարան, սա էլի, նիկտո, չմոռացա, ես նաև մոռացա մի վարքյան, որ ոչ մենակ Սերգեյն է, Սերգեյը խմբովի են եկել իրանց տաբրով այդ էլիտ ռեզիդենս, աղբերն էլ եկել Ալեքսանդր Զաքարյանը փայատեր դառել, ուրա, այս աղբոր կնիկն էլ, որ ես իմ ինչ էր, չգիտեմ, որտեղ բաներ անում, դասավանդում էր այս Արմինե Ասատրյանը։ Հասկանում եք, ես իմ որտեղ Ռուսաստանի գեղերում։ Ասենք Ռուսաստանի գեղի դասատու։ Բա մի հատ ձեր Պուտինին գրենք այս Արմինե Ասատրյանը, այդ ինչ աշխատավարձ եք տվել այդ սրեդնի շկոլայում, ոնց էր Բիլազորսկի էր, ես իմ ինչ էր, չեմ հիշում, այտենց մի հատ ինչ-որ սենց ես իմ էլ են, տիպը Ուսկամինագորսկ, սենց ես իմ որդեղի սրեդնի образовательный շկոլայում, սա ենքան աշխատավարձա ստացե, որ եկել է դարել է էլիտ ռեզիդենսի 25% փայատեր։
ես չեմ կարողանում Բիլարեչինսկեր, եսի մինչեր վերջը Բիլազորսկեր, սենց ինչ-որ բելա մի զիբիլ էլի։ Հիմա, բա, եթե դուք չեք անի, մենք ենք այդ հարցում անել, հասկանանք, այս աղջնակը, էդ իշ մի աշխատավարձերի տերա, այդ Արցախից քանի բռնի տեղահանված եկան դառան 25% փայատեր, ոչ, որտեվ սրանք կոմիտասի թալանն են լվանում, սրանք պրոստը պրաչկա են, էլի, լված կանողն են իրանց, որ լավ փոխտա, նրանց տրուսիկներն է կլվանան սրանք, հոտ քաշելով, ու մենք սա հանդուրժում ենք, պատկերացրեցիք, չէ, Սերգեյ Զաքարյանի աղբեր ու բան, Արմինե Ասատրյան, այդ Արմինե Ասատրյանն էլ են Վարդան Խաչատրյանների ցեղից, դուք հասկանում եք սրանց մոտ ինչ-որ շինարարական օրգիա է, տնտեսական օրգիա է, սա խառ իրար հետ, ովում հետ պատահի, այն մատ կինո կար իտալական, գրազնեի, զլի պլախի, որում որդե հասցնում էր, չգիտեմ ինչ էր անում, որդեղից սրան այդքան փող, հակակոռուպցիոն կոմիտե, ինչի այդ հարցը չեք տվել մինչև այսօր, հետաքրքիր է։ Դատախազություն, այդ հարցը տվել եք, այ սրեդնի образовательная շկոլա, սոշ դասատու, 15,000 ռուբլի հազիվ աշխատավարձ ստանաս, այ սոշիկ, դու ոնց ես եկես, դու կարող դու սաշիկն ես, սոշիկը չես, մենք ենք թույլ տալու, ես թույլ չեմ տալու որպես Երևանի բնակիչ, ինչքան ողջ եմ թույլ չեմ տալու, եթե դուք ստրուկ եք, մնացեք այտենց կզած, հիմա սրանք եկել է ստեղ, ցեղովի, տաբրովի, ցիգանսկի տաբրով, այնպես մաղերը բանանելով, ու հիմա նայեք, այս մարդը առնում է, ես ուզում եք սենց հերթով ասեմ, Elite Residence PB-ում, երկրորդ մասնաշենքում, կայանատեղիներ 23, 14, 13, 26, 63, 79, 77, հետո բնակարան, երկրորդ բնակարանը 5, 56, 6, 82 և 71, ես ասում եմ, որ չասեք, սենց Մարինա Պողոսյանը ուղղակի թվեր է ասում, երրորդ մասնաշենք, մեկ քանի մասնաշենք ունի, որ մեր աղբերներ ընդեից գան, լավ ապրեն, երրորդ մասնաշենք, ավտոկայանատեղի 23, 24, 27, երրորդ մասնաշենք բնակարաններ 12 բնակարան, 34 բնակարան և 31 բնակարան, չորրորդ մասնաշենք բնակարաններ 3, 7, 32, այս սաղ իրանց եկող ապերներին թանք ծախելու համար, բայց նրանք գալու են թքեն ձեռներից վերցնեն, չորրորդ մասնաշենք, սրանք գիտեն, թե Արցախն է, Արալիկն էլ սաղ է, ծիծոկան է կողքն է, ինչ ունեն ծախելու են, չորրորդ մասնաշենք, նախագծային ավտոկայանատեղի 19, 25, հաշվեք էլի, 19 կները 23, հինգերորդ դրոպ 1 մասնաշենք, բնակարան 3, 11, 42, հինգերորդ դրոպ 1 մասնաշենք, ավտոկայանատեղի 7 դրոպ 55, 5 մասնաշենք, նախագծային բնակարան 22 և 60, 5 դրոպ 2 մասնաշենք, նախագծային ավտոկայանատեղի 2, 7-ի 48, 7-ի 47, 6-րդ մասնաշենք, նախագծային բնակարան 22, 36, 43, 89, 92, 5-րդ մասնաշենք, 17 նախագծային բնակարաններ, պլուս, հիմա, 34 գույք, ընդեղ, որտեղ ինքը եղել է բաժնետեր, հետո տնօրեն, то դու իշ բաժնետեր, դու պտի ըլնես, մաքսիմում, բերթի, խցի, քո են մի սանցի մեզ, կեզ քնելու տեղ էլ չպտի տան, դու պտի ինդեղ պարաշայի կող կլնես, պարաշայի 100% բաժնետեր, ով եք դուք, և իրանք չեն մեղավոր, սա մենք ենք մեղավոր, մենք, հասկանում եք, հիմա այսինքն վաղը մեր երեխեքը սրանց պարկովկեքում, այսինքն մարդը ունի 16 հատ պարկովկա, այն մերին ուներ 17-էր, 18-էր, 14, չեմ հիշում, 10 քանի հատ էլ այն մերին ուներ, այսինքն սրանք պատկերացնում են, որ այդ պարկովկեքում 14 հատ էլ մերին ուներ, արդեն չեմ հիշում, պարկովկա մենակ այդ շենքում,
Այսինքն սրանք պատկերացնում են, որ վաղը մյուս օր Երևանաբնակների երեխեքին իրանց համար սարքելու են պարկովշիկ, ավտո լվացող, իրանցն է ալնելու սա։ Ժողովուրդ, քանի ուշ չի, պահանջենք բոլորս եւ իրավապահ մարմիններից, որ սրանց շուտափույթ կերպով տեղափոխեն այնտեղ, որտեղ իրանց տեղն է, տարբեր խցեր։ Այ կասեն Սերգեյ Զաքարյան, քեզ տալիս ենք 39 գույք ունի, մենակ այդ Մոնթե համալիրում, այն մնացածը հետո ենք խոսալու, նադնյախ։ Ասեն քեզ տալիս ենք հնարավորություն Նուբարաշենի 39 խցերի զուգարանները մաքրես։ Դե կարել ամեն մի զուգարան կմաքրես, արա։ Լսեք ինչ եմ ասում։ Ես Երևանում եմ ծնվել, հայրս Արցախից ա եղել, երկու կողմից ա ցավս, մայրս էլ ա երևանցի եղել։ Համեք էստեղ են, սենց հրոսակա խմբով։ Լենք Թեմուր գնում են թաթար մողոլների պես։ Համել ընդեղ են ծախը ինչ որ եղել չի եղել։ Եվ այսօր ես կոչ եմ անում իրավապահ համակարգին, եթե դուք իզորու չեք պաշտպանել քաղաքացիների շահերը Հայաստանի Հանրապետության այս հրոսակախմբից, որոնք ոչ մենակ էդ են անում, այլև ընդ պատպոլնի կրուժոկներ ունեն եւ այլն, զինվում են, տարբեր բաներ են անում։ Եթե դուք իզորու չեք մեզ բոլորիս պաշտպանել, եթե դուք իզորու չեք բոլոր անտուն մարդկանց, այսքան շենք կա, մենք այդքան բնակիչ չունենք այդքան բնակիչ, մենք այդքան ողջ բնակիչ չունենք, ոչ մենակ Արցախից բռնի տեղահանված, Երևանում, ինչքան շենքեր կային, որոնք վթարային վիճակում էին Արզումանյան փողոցում, սարքում եք, եթե դուք պետություն չեք կարողանալու դա անել, ուրեմն պետք է առաջնորդել, ես կոչ եմ անում, տանք որոշակի ժամանակ, որից հետո բոլոր այն մարդիկ, որտեղ սա մեր գումարներով է ի վերջո կառուցված, սա ուրիշի գումարներով չի կառուցված, սա իրանց հորտնից չեն բերել, իրանց այն որ գիտեք տատիներ կային, որ վարտիկներ էին հագնում, սենց վարդագույն, միջից չեն անել այդ փողերը, սա մեր գրպանից անած փողերն է, մենք ուղարկել ենք Արցախ, կանվերտը պապուծի սրանք վերցրել են, կանվերտը տիրոջը չի ասել, կանվերտի տերը եւ Արցախի ժողովուրդն է եւ Հայաստանի հարկատուն, մենք բոլորս այս շենքերը նախ պետքա մտնենք, ես ունեմ բնակարան, մարդիկ պետքա գնան այդտեղ ապրեն, որտեղ անմարդկային պայմաններում թող չապրեն եւ թող չվախենան իրանց արայիկներից, տիտյոկա, միտյոկա, բիտյոկաներից, չվախենան արայիկի սիրածի տներն է թող մտնեն, վերցնեն, ասեն խիպտիլ այդքան տուն ունենա այդ աղջիկը։ Հիմա լսեք ասեմ, ես շատ բանի մասին այսօր չեմ խոսում, հունվարից ամեն օր տոկի տված մեռնելու են սրանք։ Ամեն մեկը եթերի սպասելով, հələ մենք Ասկերանի ասֆալտի մասին ենք խոսալու, Ասկերան Ստեփանակերտ ճանապարհի եւ այլն։ Ես հիմա նորից եմ ասում, եթե իրավապահ համակարգը իզորու չի այս հարցերը լուծելու, որտեվ այո, ես չեմ ասում ամբողջ, բայց իհարկե կան կոռուպցիոն ռիսկեր, այս մարդիկ հարցեր են լուծում տարբեր տեղ, փողը լույս է տալի։ Բայց իհարկե իրավապահ համակարգում կան լիքը ազնիվ քննիչներ, լիքը ազնիվ դատախազներ, հակակոռուպցիոն կոմիտեի լիքը ազնիվ քննիչներ։ Այս հարցը Մարինա Պողոսյանը չպիտի տար։ 2 տարի է դուք Երևանով անցնում եք, տեսնում եք այդ շինարարության, մեկնումեկի ուղեղին։ Այդ հարցը չի գալիս, ում համար է սարքվում, ինչ փողերով է սարքվում։ Ես վստահաբար այսօր հայտարարում եմ, շինարարությունների 95%-ի հետևը կանգնած են կեղտոտ փողեր, կեղտոտ փող լվացողներ եւ պատստավնոյ իրական շահառուներ, ասենք ոնց որ այս էլիտ ռեզիդենսի դեպքում, մեծն ֆինանսիստ, ինչ որ Նարեկ Կեսոյան, լավ սրանք եկան ուղեղները չեր ասում, այ ֆինանսիստ, դու որ տենում ես դու գողացած ապրանք ես օրինականացնում, դու չես տեսնում, թե ձեզ թվում է որ դուք զոլակարում տենց առաջի կռուկ եք եղել, մի երկու հոգի էլ կռիշ ունեք, տենց բան եք անում, ուրեմն լսեք ասեմ, ընենց ենք անելու, որ ձեր կռիշներն են ձեզնից Սենց է որ կներեք ժողովրդի լեզվով ասած յան տալու, որովհետև սա պետք է բարձրաձայնվի, սա պետքա բարձրաձայնվի, որ հետո որևէ դատախազ, որևէ քննչական մարմնի ղեկավար, որևէ ԱԱԾ տնօրեն, որևէ հակակոռուպցիոն կոմիտե ղեկավար չասի, մենք չգիտեինք, եթե չգիտեիք, ես ձեզ իրազեկում եմ, լավ մնացեք եւ սպասեք հաջորդ հաղորդմանը, ուր
կներկայացնենք այս նույն Սերգեյ Զաքարյանի մնացած գույքերը Հայաստանում, բացի այս 34 հատ մի շենքից, մնացած գույքերը եւ կազմակերպությունները, այն որ մենք հեկերի համար փողեր փոխանցեցինք, հեկերը դեմոնտաժ արեցին, բերեցին ստեղ, այ մեկը Սերգեյ Զաքարյանն է։ Ես հուսամ մինչեւ մի շաբաթ Սերգեյ Զաքարյանը լինի կալանավորված։ Եթե Սերգեյ Զաքարյանը չկալանավորվի, Կոմիտաս Կարապետյանը, Մերի Կարապետյան, Վարդան Խաչատրյան, Նարեկ Կեսոյան ու մնացածները չկալանավորվեն, մենք ժողովրդի մեջ կա գիտակ մաս, մենք ոտքի ենք ելնելու եւ սրանց բոլոր գույքերը պետքա բնակեցվեն այն մարդկանցով, ովքեր որ բնակարանի կարիք ունեն, մնացել են անօթևան, որովհետեւ մեր հարկերը, որ մենք մուծել ենք, մենք մուծում ենք ոչ միայն մեր համար, այլև մուծում ենք պետությանը, որ մեր երկրում չլինեն անօթևան եւ անապահով մարդիկ։ Եվ մի բան էլ ամենավերջում ասեմ, հետո ամեն օր սա ասելու եմ, մեր իշխանությունները 250 միլիոն դոլար են վերցրել Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային հարցերը մասամբ լուծելու համար։ Ինչ եք այդ 250 դոլար պարտքը դնում մեր ու մեր սերունդների շալակին։ 468 միլիոն դոլար։ Հենց հիմա կարամ ապացուցեմ, որ տարել են կապավոր, չկապավոր, Մերի, Հակոբյանյան, Հակոբյան ու լիքը ազգանուններ։ Այդ 468 միլիոնը մայր գումար է, հələ որ այդ բերեք, այդ պարտքը փակեք, մեր վզին պարտք չթողեք։ Անենց մի արեք, որ մեկը վաղը գա Հայաստան, պարտքի փոխարեն մի հատ դիպլոմատով փող առնի ու ասի չկա Հայաստանը։ Այսենց պղծախմբների պատճառով մենք չպետք է հանդուրժենք, ժողովրդի վերջո արթնացեք, այս մեր երկիրն է։ Մերն է։ Այն մեկը կորցրեցինք, հլվոր։ Կորցեցինք այսենց պղծերի եւ այս պղծերի հետ համագործակցողների արդյունքում։ Դրա համար կորցրեցինք։ Մեր երեխեքը գնացին այնտեղ կռվեցին, հաշմվեցին, զոհվեցին, որ այս փնթիները, այս դրսպրծուկները գան քաղաքի կենտրոնում, մեր երեխեքի արյան հաշվին նորակառույցներ սարքեն իրանց եկվոր աղբերների համար, հա։ Սա անթույլատրելի է։ Ես հիմա այսքանը կասեմ, մնացածի մասին հաջորդիվ։ Շնորհակալ եմ։